Եվ մեր խնդիրն է այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությանը այս ընտրությունների արդյունքում արմատախիլ անենք։ Նրանք էլի խոսում են երաշխավորների մասին, նրանք ուզում են էլի Լուկաշենկոին բերեն կարգեն Հայաստանի գլխին, անվտանգության երաշխավոր, այն մարդկանց, ովքեր դե յուրե մեր երաշխավորը լինելով Ադրբեջանի հետ գնացել են մեր դեմ պատերազմ են նախապատրաստել եւ մեր դեմ պատերազմ են վարել։ Նրանք երաշխավոր լինելով ամենավճռական պահերին պատերազմի մեր զենքի մատակարարումները փակել են, դուք ոչ մեկը դրա մասին չեք իմացել։ Մեր զենքի մատակարարումները փակել են, որ մեզ ծնկի բերեն, որ Հայաստանը ծնկի բերեն, բայց մենք ամուր կանգնել ենք մեր ոտքերի վրա եւ մենք այսօր ունենք պետություն, մենք այսօր ունենք հայրենիք, մենք այսօր ունենք անկախություն։ Եվ էլ եմ ասում, մեր առաջ թող չդնեն ընտրություն բիբարի եւ պետության միջև։ Այո, Հայաստանում բիբարելը աճելու, վարդելը աճելու, ծիրանելը աճելու ու շատ։ Ու Հայաստանից արտահանումը կրկնապատկվելու, եռապատկվելու, քառապատկվելու է եւ այդ թվում ԵԱՏՄ երկրներ։ Այսօր այդ եռագլուխները գիտեք ինչ են անում, զանգում են իրանց Չ կլասի հովանավորներին, որովհետև իրանց հովանավորները Չ կլասի են։ Ես գիտեմ, ով երրորդ, չորրորդ կարգի պաշտոնյաներ, ասում են ընտրությունները պարտվում, ջախջախվում ենք, մի բան փակեք, կարող է ժողովրդի միտքը փոխվի։ Այս ժողովուրդը միտքը չի փոխվի, որովհետև այս ժողովուրդը բիբարը հայրենիքի հետ փոխող ժողովուրդ չի։ Բայց ես էլ ասեմ, ժողովուրդ, ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, միակ պաշտոնյան։ Ուրեմն ԵԱՏՄ-ում երկու մարմին կա, ամենաբարձր մարմինը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհուրդն է եւ մյուսը ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը։ Ես միակ պաշտոնյան եմ, որ երկուսին էլ մասնակցում եմ, եւ այսպես ասած նախագահականին եւ վարչապետականին։ Եվ ես ունեմ բավարար լծակներ, ընտրություններից հետո ձեր վստահության արժանանալու դեպքում ես կգնամ եւ այդ հարցերը կլուծեմ տեղում, կգնամ եւ կլուծեմ։ Միայն այս պահին մի բան ասեմ։ Երեք ես հարցազրույցում էլ ասի, մեր գործընկերներին թերևս սխալ ինֆորմացիա են տալիս։ Ես երեք նաեւ Ռուսաստանի Ռուսաստանի նախագահի հետ ունեցա շատ ջերմ բարեկամական զրույց, որովհետեւ մենք շատ լավ ջերմ ընկերական հարաբերություններ ունենանք, եւ ես ասում եմ մեր գործընկերներին, լավ ճանապարհ չի, երբ որ փորձարվում ներկայացնել, թե ինչ վնասներ կարա ԵԱՏՄ-ն տա Հայաստանին։ Լավ ճանապարհն է, թե ցույց տրվի, թե ԵԱՏՄ-ն ինչ նոր օգուտներ կարա տա Հայաստանին, որովհետև եւ հայ ժողովուրդը, եւ ցանկացած ժողովուրդ, երբ որ իր այդ խոսում են, տակը ունենալով այդպես քեզ կվնասենք, դա լավ բարեկամական զրույց չի։ Դա լավ բարեկամական զրույց չի։ Այդ չեմ ասում, երեք Դավիթ Խուտացյանը գնաց Վրաստան եւ պաշտոնապես բացվեց ախալքալակարծ երկաթուղին Հայաստանից արտահանումների համար։ Այսօր արդեն երեք Հայաստանից նոր ուղղություններով արտահանումներ են տեղի ունեցել եւ վարդի եւ այլ ապրանքների։ Փորձնական առաջին խմբականակները գնացել են, բիզնես պատվիրակությունները տարբեր հանդիպումներ են ունենում, բայց ես էլի ասում եմ, մենք չենք գնացել եւ չենք գնալու վիճաբանության Ռուսաստանի մեր գործընկերների, չենք գնալու։ Մենք ոնց բարեկամական ընկերական եղել են, հանգիստ առանց նյարդի մեր դիրքորոշումները կբացատրենք եւ ինչպես էս ընթացքում եղել է, այս ընթացքում իմիջիալոց ասեմ ձեզ ժողովուրդ, տասնյակ հարցեր են եղել, որոնց մասին ոչ մեկ չի իմացել։ Եվ բանջարեղենի հետ կապված, եւ ամեն ինչի հետ կապված։ Մենք գնացել ենք, նստել ենք, հանգիստ այդ հարցերը լուծել եւ համոզված եմ էլի կլուծենք։ Բայց ես նաեւ ուրիշ բանի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրեմ։ 2022 թվականին, երբ որ սկսվեց Ուկրաինայի պատմությունը, ամենամեծ մտավախությունն էր, որ մարդիկ բարտագնա աշխատանքի չեն կարողանալու գնան, բա ինչ են կանելու։ Մենք ասենք անելու ենք հետեւյալը, Հայաստանում կապիտալ շինարարության ծավալները մեծացնելու ենք, որպեսզի շինարարական գործեր Հայաստանում ավելի շատ լինեն։ Այսօր մենք բնակարանաշինության ոլորտում Խորհրդային Միությանը արդեն անցել են։ 85 թվի տվյալները բնակարանաշինության ոլորտում մենք անցել ենք։ Ես ձեզ ուրիշ բան ասեմ, Գեղարքունիքի մարզի համայնքները
2018 թվականից 2025 թվականը իրականացրել են մոտավորապես 20 իրանց բյուջեներով 20 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր 8 տարվա մեջ 2026 թվի համար մենակ ներկայացրել են 20 միլիարդ դրամի ծրագիր այսինքն շինարարության ծավալները Հայաստանում մենակ սուբվենցիոն ծրագրերով կրկնապատկվելու են տեմպերը եւ այսօր բազմաթիվ ընկերություններ կան որ ասֆալտ էին անում ուրիշ երկրներում այսօր ասֆալտ են անում Հայաստանի Հանրապետությունում որովհետեւ այսօր Հայաստանում 8 տարվա մեջ մենք 5000 կիլոմետր ճանապարհ ենք կառուցել մենք ամեն տարի 500 կիլոմետր ճանապարհ ենք կառուցել եւ ես խնդրում ենք մենք այսօր չի հերիքում Հայաստանի շինարարական ուժը չի հերիքում ժողովուրդ ջան չի հերիքում եւ Հայաստանում ցանկացած ընկերություն այսքան շինարարություն ա եղել նայեմ ձեր աչքերի մեջ մի բան ասեմ միլիարդների շինարարություն ա եղել ես այդ շինարարությունից մի լոմա չեմ աշխատել որովհետեւ ես ծառայում եմ ձեզ